Բոլորս գիտենք, 2 օր է Գյումրիում, մի քանի օր է Երևանում, մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են տարբեր կազմակերպվում ընդդեմ շրջանառության հարգի։ Ես այսօր եղել եմ Գյումրիում, գյումրեցիները ասեն, որ բավականին վրդովված են, քանի որ 2 օր շարունակ գյումրեցիները պահանջում են, որպեսզի Երևանից, կառավարությունից ներկայացուցիչ գա Գյումրի եւ մեր ձեռներեցներին հուզող հարցերի պատասխանը տա, նաև հրավիրել եմ պատգամավորներին, որը մինչև այսօր ժողովրդի խնդրանքը պահանջը չի կատարվել։ Ես անձամբ այսօր եղել եմ Գյումրիում, լսել եմ մեր ձեռներեցներին, իրենց բարձրացրած խնդիրները եւ ասում եմ, որ կիսում եմ իրենց դժգոհությունները շրջանառության հարգի հետ կապված, որը հոկտեմբերի 1-ով արդեն ուժի մեջ է մտել։ Ուրեմն այսօր մեր ձեռներեցները պատվիրակել են, որպեսզի ես կառավարությանը ուղիղ հարց տամ եւ ուղիղ պատասխան ստանանք այս հարցի հետ կապված, թե կոնկրետ կառավարությունը շրջանառության հարգի հետ կապված ինչ որ բան որոշել է անելու, փոփոխելու ի օգուտ տնտեսվարողների, թե չէ։ Հարցին կպատասխանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Ընտրեմ։ Ազգային ժողովի մեծարգուն նախագահ, հարգելի պատգամավորներ, օգտվելով առիթից եւ հարցի հրատապությունից ես կուզեի հանգամանալից ներկայացնել նախ կառավարության որտեղ գրած քաղաքականությունը եւ այդ քաղաքականության կոնտեքստում պետք է նայել փոքր միջին ձեռնարկությունների եւ շրջանառության հարկի ամբողջ գաղափարախոսությունը։ Նախ կարևորելով ՓՄԶ աջակցման ուղղությունը, կառավարությունը քայլեր ուղղում է ամբողջությամբ ՓՄԶ-ին նպաստավոր միջավայրի ձևավորմանը։ Դա արտացոլվեց առաջին իսկ ուրեմն շրջանառության հարկի 3.5%-ը 1% վերացելով եւ ամբողջ 12 միլիարդի բեռը կառավարությունը իր վրա վերցնելով։ Այսինքն ակնհայտ է, որ կառավարության նպատակը առաջին հերթին ՓՄԶ ձեռնարկություններին օժանդակելու խնդիրն է։ Սահմանվեց ընտանեկան ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ամբողջ ուրեմն գործառույթը։ Կառավարությունը ՓՄԶ-ներին ցուցաբերեց 4.5 միլիարդ դրամի օժանդակություն, կիսով չափ նվազեցնելով հսկիչ դրամարկղի մեքենաների արժեքները։ Այս ամենին առաջիկայում հաջորդելու է նոր փաթեթը, որը շուտով կներկայացվի ազգային ժողով, եւ դուք կտեսնեք սահմանային ուրեմն տարածքներում ինչպիսի արտոնություններ են կիրառվում, ինչպիսի նպատակ ունի կառավարությունը երիտասարդ ընտանիքներին եւ նաեւ շինարարությունը հիպոթեկային վարկի միջոցով օժանդակելու, ավելացված արժեքի հարկի հաշվանցման նոր մեխանիզմները, որը 20 եւ ավելի տարիներ բիզնեսի ցանկությունը եւ երազանքը, այսինքն իմ ասածը պետք է դիտարկել, որ այսօր կառավարությունը որտեղ գրում է նոր ֆինանսական, տնտեսական քաղաքականության ուղղություն։ Հիմա կարևոր հանգամանք։ Այսօր ամենաշահագրգռվածը ՓՄԶ-ների նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն է։ Բացատրեմ ինչի համար։ Ինչի են կարևորում։ Միջազգային փորձը եւ աշխարհի փորձագետները ապացուցել են եւ պրակտիկայում, որ այսօր ՓՄԶ-ները տնտեսության մեջ ստեղծում են 90% զբաղվածություն եւ 60-ից 70% հնա։ Այսինքն ցանկացած կառավարություն շահագրգռված է օժանդակելու եւ զարգացնելու ՓՄԶ-ները։ Եվ եթե մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում ձևավորվի միջին ձեռնարկատիրական գործունեություն եւ հարկային դաշտը ընդլայնվի, մենք պետք է այս վարժությունը անպայման կատարենք։ Երբ կկատարենք, հիմա թե ուշ, ես նաեւ գտնում եմ, որ մենք որոշ առումով ուշացած ենք։ Ինչպիսին է միջավայրը։ Հայաստանում այսօր հաշվառված են 72,000։ Ես պետք է խնդրեմ մեծարգուն աղա ժամանակ տրամադրի քարտիկայություն, եթե հնարավոր է, որ չեն կարող ժամանակ։ Այսօր 72,000 տնտեսվարողներից 90%-ը մինչև 10 միլիոնի շեմն են ներկայացնում հաշվետվությունը։ Այսինքն 58.3-ին էլ չեն հասնում։ Այն պնդումները, որ ավելացնել շեմը անտրամաբանական է եւ աննպատակարար։ Եվ մի հայտարարություն բոլորին ես օգտվելով արդից հարկային մարմինները հոկտեմբերի 1-ից մյուս տարիներին ոչ մի ավելորդ գործողություններ չի իրականացնելու։
Վաղը մենք քննարկումներ ունենք, այդ քննարկումների ժամանակ խնդրում բոլորը Արձագանքի համար Մարտուն Գրիգորյան։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, մենք ուրախ ենք, մենք էլ ենք կողմնակից բարեփոխումներին եւ ողջունում ենք բարեփոխումները։ Այստեղ հարցը կոնկրետ ժողովրդի շրջանառության հարգի այդ փաստաթղթերի հետ է կապված, փաստաթղթեր ապահովելու, որը մեծ հաշվով ժողովուրդը չի կարող ապահովել այդ փաստաթղթերը, հասկանալի պատճառներից ելնելով չեն կարող ապահովել, ու այսօր մարդիկ ավելի կողմնակիցն են 3.5% վճարելու նախկին տարբերակով, քան այդ 1%, այսինքն բարեփոխում որպես իջեցվել է հարգի չափը բերը, բայց այսօր ավելի լուրջ խնդիրների առաջ են կանգնել, նույնիսկ մարդիկ պատրաստ են այդ գումարային խնդիրները ունենան 2.5% ավել վճարեն, բայց այդ փաստաթղթերի հետ կապված այդ խնդիրներից իրենք ազատվեն։ Եվ իրենք ուղիղ հարցը ներկայացնում են այս ուղղությամբ կառավարությունը իրենց ոնց է օգնելու, ոնց է աջակցելու, որովհետեւ իրենք թե հարգային տեսուչների հետ կապված խնդիր չունեն, որովհետեւ իրականում այսօր ես իրենց հետ շփման արդյունքում տեսա զգացի, որ մարդիկ խուճապի մեջ են, խուճապի են մատնված եւ ամեն րոպե սպասում են հարգային տեսուչների այնտեղ մտնել, ահաբեկել, ակտեր գրել, նմանատիպ խնդիրների են սպասում։ Եվ նաև կուզենայի տեղեկացնել, որ ինձ հորդորեցին, որովհետեւ ես ազգային ժողովում հարց բարձրացնեմ, նաև տեղյակ պահեմ, որ եթե կա կոնկրետ հարցի պատասխան, հնչեցվի, եթե չէ, գյումրեցիները, այդ ձեռներեցները պատրաստվում են վաղը փակել Գյումրի-Երևան ճանապարհը։ Շնորհակալություն, նախ նշեմ, որ առևտրականների, բիզնեսմենների անհանգստությունը արհեստական է, հարկային մարմնի կողմից ոչ մի գործողություններ չի ենթադրվում եւ չի արվելու, դրա համար կա Հանրապետության վարչապետի հանձնարարականը եւ իմ կողմից ստորագրված հրամանը, բացառապես գործելու է ռիսկերի հիման վրա չափանիշներով գործողությունները, փաստաթղթավորման հետ կապված անհանգստությունները անտեղի են, անհիմն են։ Այս օրենքի նախագիծը մենք քննարկել ենք բոլոր հասարակական կազմակերպությունների միությունների հետ, ենթադրաբար, որ հարկային տեսուչները կգան կոտորեն տերորի կենթարկեն անհիմն են, չկա նման դեպք։ Բոլոր տարիներին ես հայտարարում եմ, որ հարկային տեսուչները ոչ մեկի չեն կոտորի, ոչ մի բիզնես չի փակվի, փաստաթղթավորման առանց փաստաթղթի ՓՄԶ ձևավորել, աշխարհում չկա նման պետություն։ Առանց թղթի ինչ իմանանք, ՓՄԶ է, թե ՓՄԶ չի։ Այսինքն այդ պահանջը արհեստականորեն պահանջ է եւ կառավարությունը պատրաստ չի նման զիջումների, այսինքն թողենք առանց փաստաթղթի ինչ լինի։ Այս դաշտը չի նպաստում, այս դաշտը նպաստում է այն ճարպիկ մարդկանց, ովքեր կարողանում են ազնիվ են այդ մարդիկ եւ ասում են մենք առանց փաստաթղթի ավելի շատ գումար ենք վաստակում։ Այստեղ մեր դիրքորոշումը հստակ է, օրենքի մեջ ամփոփված է բոլոր անհանգստությունները եւ կարգավորումները բոլորը տրված է, կազմում անհանգստանալու ընդհանրապես ոչ մի խնդիր չունեն, իսկ այդ փաստաթղթավորման շղթան մենք ձևավորում ենք 3 տարվա ընթացքում, դրա համար 4 դրույթներ հանգիստ առանց ցնցումների հավասարակշռված։ Եվ ամենակարևորը, սոցիալական խնդիրները շատ կարևոր են եւ կառավարությունը դա կարևորում է, մենք հասկանում ենք նաեւ առևտրականների անհանգստությունը, բայց այդ սոցիալական ծրագրերը լավ են, եթե կառավարությունը երկար ժամանակահատվածում է իրականացնում եւ դա իրականացնում է բյուջեի միջոցով։